Մենք ունենք մի համազգային պարտք, դա Արցախը չլքելն է։ ՀՀ առաջին նախագահի հրաժարականն ու Արցախի հարցը։ 1998-ի փետրվարի 3-ին Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարական է ներկայացնում։ Արցախի հարցի լուծման տարբերակների շուրջ ներիշխանական ճգնաժամի համատեքստում առաջին նախագահն իր ելույթում նշում էր, որ իշխանության որոշ ուժեր պարտադրում են իրեն հեռանալ։ Տեր-Պետրոսյանը հայտարարում է, որ Խաղաղության կուսակցությունը Հայաստանում պարտվել է պատերազմի կուսակցությանը։ Տեր-Պետրոսյանը Հայաստանի առաջնորդն էր Արցախյան պատերազմի ամբողջ ընթացքում, որը 1992 թվականին վերածվել էր Ադրբեջանի հետ լայնամասշտաբ պատերազմի։ Կողմերի միջև հրադադարի համաձայնագիր է ստորագրվում 1994-ի մայիսին և դե ֆակտո հայկական վերահսկողության տակ են հայտնվում նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզն ու հարակից 7 շրջանները։ Պատերազմի ընթացքում հաշտության մի քանի փորձ է եղել։ 1992-ի մայիսին, մինչ հայկական ուժերը գծում էին Շուշիի ազատագրման ծրագիրը, Տեր-Պետրոսյանն Իրանի մայրաքաղաք Թեհրանում Ադրբեջանի նախագահի պաշտոնակատար Յակուբ Մամեդովի և Իրանի նախագահ Ռաֆսանջանիի հետ բանակցություններ էր վարում։ Բանակցությունները ձախողվում են մայիսի 9-ին, երբ հայկական ուժերն ազատագրում են Շուշին։ Այն ժամանակ Հայաստանի կառավարության դիրքորոշումն այնպիսին էր, որ Հայաստանը չի մասնակցում պատերազմին, միայն աջակցում է Արցախի խնդրին։ Հակամարտության շուրջ բանակցությունները համակարգվեցին 1994-ին, երբ Եվրոպայի անվտանգության և համագործակցության համաժողովը ձևավորեց Մինսկի խումբը, որն էլ դարձավ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների հիմնական հարթակ։ 1996-ի դեկտեմբերին Լիսաբոնում անցկացվող ԵԱՀԿ-ի գագաթնաժողովում անդամ բոլոր պետությունները, բացի Հայաստանից, համաձայնության եկան Մինսկի խմբի կողմից ներկայացված հակամարտության կարգավորման 3 հիմնական սկզբունք առաջարկող նախագծի շուրջ։ Այն նպատակ ուներ կարգավորել հակամարտությունն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, Արցախին տալով Ադրբեջանի կազմում բարձր ինքնավարություն և երաշխավորելով նրա բնակչության անվտանգությունը։ Արցախը նորից Ադրբեջանի վերահսկողությանը հանձնելը անկախ ինքնավարության մասին խոստումներից հետո անընդունելի էր Հայաստանի համար, ուստի Տեր-Պետրոսյանը վետո է դնում առաջարկի վրա։ 1997-ի սեպտեմբերին Տեր-Պետրոսյանը համաձայնում է Մինսկի խմբի մեկ այլ առաջարկի, որը հայտնի է որպես փուլային տարբերակ։ 1997-ի նոյեմբերի 1-ին նա հրապարակում է իր հայտնի «Պատերազմ, թե խաղաղություն լրջանալու պահը» հոդվածը, որտեղ պնդում էր, որ Հայաստանն ու Արցախը դաշնակիցներ չունեն Արցախի անկախության հարցում, և հակամարտության լուծման միակ տարբերակն Ադրբեջանի հետ փոխզիջման գնալն է։ Անվանումն արդեն իսկ ենթադրում էր, որ խոսքը փուլային լուծման մասին է։ Ըստ նախագծի նախ հայկական զինված ուժերը պետք է դուրս գային նախկին լղիմից դուրս գտնվող շրջաններից։ Սահմանները պետք է վերաբացվեին, վերականգնվեին տնտեսական և տրանսպորտային կապերը, և միայն դրանից հետո պետք է որոշվեր Արցախի կարգավիճակը։ Տեր-Պետրոսյանը պնդում էր, որ Հայաստանն ու Արցախն առավելություն ունեին, ավելի քան երբևէ ուժեղ էին և պետք է օգտագործեին պահը հակամարտությունն իրենց հօգտին լուծելու համար։ Այս մոտեցումն անընդունելի էր Արցախի ղեկավարության և Տեր-Պետրոսյանի որոշ մոտ դաշնակիցների համար, այդ թվում և նրա կառավարության անդամների՝ վարչապետ Ռոբերտ Քոչարյանի, պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի ու ներքին գործերի և ազգային անվտանգության նախարար Սերժ Սարգսյանի համար։ 1998 թվականի հունվարին կայացած Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ տարաձայնություններն ակնհայտ են դառնում։ Քոչարյանը և Վազգեն Սարգսյանը նախաձեռնում և գլխավորում են կարգավորման այս տարբերակի դեմ արշավը։ Տեր-Պետրոսյանին այլ ընտրություն չէր մնում, քան 1998-ի փետրվարի 3-ին հրաժարական ներկայացնելը։ Իշխանությամբ ձեզ հայտնի մարմինների կողմից ինձ ներկայացվել է հրաժարականի պահանջ, նկատի ունենալով, որ ստեղծված իրավիճակում նախագահի սահմանադրական լիազորությունների կիրառումը հղի է երկրի ապակայունացման լուրջ վտանգով, ես ընդունում եմ այդ պահանջը և հայտարարում իմ հրաժարականը։ Զերծ եմ մնում որևէ մեկնաբանությունից կամ գնահատականից իրադրությունը չսրելու նպատակով։ Միայն հարկ եմ համարում նշել, որ իշխանության ճգնաժամում Արցախի հարցի արծարծումն ընդամենը պատրվակ էր։ Խնդիրը շատ ավելի խորն է և կապված պետականության հիմնադրույթների խաղաղության ու պատերազմի այլընտրանքի հետ։ Իսկ կյանքը ցույց կտա, թե ով ինչ է արել Արցախի համար և ով է իրականում ծախում այն, հրաժարականի իր ելույթում նշել էր Լևոն Տեր-Պետրոսյանը։